եթե ուզում եք, ձեր գլխուղեղը չծերանա, մոռացկոտություն չառաջանա։ Այդ դեպքում 3 հրաշալի սովորույթ, որ պետք է ներառեք ձեր կենցաղում։ Ամեն անգամ պետք է վազել, լողանալ եւ անպայման արյան շրջանառությունը լավանալով այն նպաստում է, որ ձեր գլխուղեղի արյան շրջանառությունն է լավանում, կապիլյարները, այսինքն արյան անոթները էլաստիկ են լինում եւ հրաշալի։ Երկրորդը պետք է անպայման նոր ինչ-որ մի բան սովորել, կամ լեզու, կամ ճանապարհը փոխել, կամ որևիցե մի բան անել, որը ձեր աչքերի համար դա նորություն կլինի։ Դա նպաստում է, որ ձեր գլխուղեղում ներվաթելերը սկսում են ակտիվանալ եւ նույնիսկ նորը ստեղծվել, որովհետեւ գլխուղեղը երբ չի կարողանում որևիցե մի հարց լուծել, որը որ դուք նոր սկսում եք սովորել, նա խթանում է, սկսում է պայքարել, այս կարելի է սկսել ոչ թե միանգամից նարդոց կատարելով, այլ աստիճանաբար։ Եվ երրորդը քունը։ Գիտնականները պարզել են, որ քնելու ժամանակ ձեր աշային անոթները ակտիվանում է գլխուղեղի միայն քնած ժամանակ եւ այն հեռացնում է ձեր գլխուղեղից խարամներն ու վիրուսները, որը ձեր օրգանիզմին անհրաժեշտ չեն։ Բայց սիրելիներս, անպայման կատարել պարանոցի անոթների դուպլեքս հետազոտություն 5000 դրամ մոտելով դուք տեսնում եք ինչպես է արյան շրջանառությունը կատարվում եւ եթե խնդիր կա զանգահարեք 010 500 560 մեր բժիշկները ձեր խնդիրները կպարզեն եւ կառաջացնեն։